Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Մինասյան, որ ասում եք ազգերի ինքնորոշումը միթե ավելի պակաս կարևոր է, քան թե տարածքային ամբողջականությունը, չէ՞, անկեղծ եք, որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր, բա որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր, բա Ղարաբաղը արդեն ինքնորոշված չէր, որ գնացել եք բանակցությունների ժամանակ պայմանավորվում եք, որ պետք է լինի հանրաքվե Ադրբեջանի հետ համաձայնեցված ժամկետներում, բա եթե Ղարաբաղը ձեր կարծիքով ինքնորոշված էր, բա այդ ինչ հանրաքվեի մասն էր խոսքը, որը ապագայում պետք է լիներ ձեր բանակցությունների ժամանակ, հիմա ով է ուրացել ինչը, Գեղամ Մանուկյանն ասում է դուք ուրացել եք ուրացման քաղաքականությունը եւ խոսում է 88-ի շարժման մասին, խոսում է միացումի մասին եւ այլն։ Բա դրանից ավելի շռնդալից ուրացում կա, ժողովուրդ ջան, բա 88 թվականին գնացել եք գոռացել եք միացում, հետո ուրացել եք միացումը, գնացել եք հռչակել եք անկախություն Ղարաբաղի, հետո ուրացել եք անկախությունը, որովհետեւ այդպես էլ չեք ճանաչել այդ անկախությունը որպես անկախ պետություն, բա ուրացման քաղաքականության ավելի շռնդալից օրինակ կա թե չկա, պարոն Մինասյան։ Կամ բան եք անում, խոսում եք գաղափարախոսական բաներից, թեմաներից ու այսօր ավելի շատ այդպես օրը նվիրված է դաշնակցության փսիխոանալիզին, հիմա եկեք մի հատ վերցնենք դաշնակցության գաղափարախոսության հիմնական կենտրոնական թեմաներից մեկը, հա, գլխավոր կարգախոսը դաշնակցության, մահ կամ ազատություն։ Ինչ է նշանակում այս կարգախոսը։ Հələ եկեք մի պահ մահը դնենք դեռ մի կողմ։ Մահվան հետ ամեն ինչ պարզ է, մահը։ Ո՞րն է ազատությունը։ Դաշնակցության, օրինակ ազատությունը պետության համար, քաղաքական ազատությունը ո՞րն է պետության համար, ինքնիշխանությունն է։ Ինքնիշխանությունն էլ ունի իր շատ կոնկրետ ատրիբուտները, օրինակ սահմանազատված սահմանը։ Ինքնիշխան պետությունը պետք է ունենա սահմանազատված սահման, բայց Դաշնակցության 004 շրջաբերականը ասում է, որ չէ, մեզ պետք չի սահմանազատված սահման։ Ինչը նշանակում է, որ Դաշնակցությունը քաղաքական ազատությանը դեմ է։ Դաշնակցությունը ազատությունը որպես քաղաքական սկզբունք չի ընդունում, հետո որ մահ կամ ազատության մեջ ազատություն չկա, ու դաշնակցությունը դառնում է մահվան կուսակցություն, պարոն Մինասյան, դաշնակցությունը հիմնված է մահվան գաղափարի վրա, այդ որ դուք մեզ ասում եք, որ մենք արհավիրքներ ենք բերել, ենք բերել, ես ձեզ շատ կոնկրետ ասում եմ, ազատությունը ո՞ր է դաշնակցության գաղափարախոսության մեջ, եթե դուք պետության քաղաքական ազատությանը դեմ եք, գիտեք ո՞րն է, որովհետև դուք ձեր Դաշնակցությունը դիզայնը արած հենց այս տրամաբանության վրա, որ ինքը անընդհատ պետք է գնա ազատագրական պայքարի եւ մարտիրոսվելու անվերջանալի շղթայի մեջ պետք է լինի։ Ու խնդրեմն այն է, որ դուք ազատությունը պահում եք ձեր համար, մահը տալիս եք ժողովրդին։ Մահ կամ ազատությունը դաշնակցության համար այդ է։ Ազատությունը ձեզ, մահը ժողովրդին։ Ու ձեր համար բանը, հա, այսինքն անընդհատ պետք է լինի ազատագրական պայքարի process։ Անընդհատ դուք միշտ փնտրում եք ինչ որտեղ փնտրում եք Աբդուլ Համիդ, որից պետք է ազատագրվել։ Նույնիսկ եթե չկա Աբդուլ Համիդ, դուք կհորինեք Աբդուլ Համիդ։ Նույնիսկ երբ որ մենք ունենք անկախ պետություն, դուք անընդհատ ուզում եք ազատագրվել այդ անկախ պետության մեջ։ Ինչի՞ց եք ուզում ազատագրվել, երբ որ մենք արդեն ունենք անկախ պետություն, պարոն Մինասյան։ Ու ամենապրոբլեմատիկն է նա, որ դուք այդ ազատագրական պայքարի կրակների մեջ ժողովրդին ուզում եք որպես տաշեղ գցեք, որ այդ հրդեհը բռնկվի եւ այդ պետականության վերջը տակ հետո ասեք, հա, հիմա մենք գնում ենք ազատագրվելու։ Եվ այստեղ, պարոն Մինասյան, դուք հրաշալի տանգոյի մեջ եք Կտրիշ Ներսիսյանական եկեղեցու հետ, որովհետեւ Կտրիշ Ներսիսյանական եկեղեցին էլ չի ուզում, որ լինի պետականություն։ Որովհետեւ երբ որ չլինի պետություն, կլինի տարածք, չի լինի քաղաքացի, կլինի բնակիչ։ Եվ եկեղեցին կլինի այդ տարածքի տեղապահը այդ օտար կայսրության համար։ Որ հետո եկեղեցին ու դուք գաք ասեք, երբ որ չկար պետություն, եկեղեցին կատարում էր պետության դերը։ Այսինքն սկզբից ուտեք պետության գլուխը, հետո դառնաք տեղապահ, հետո ասեք մենք կատարում ենք պետության դերը, երբ որ պետություն չկար։ Էսա ձեր կոնցեպտը։ Ձեր սոֆթը տենց է գրած, պարոն Մինասյան, դաշնակցության սոֆթը տենց է գրած, որ ինքը չի կարողանում ապրի, գործի, անկախության, պետականության պայմաններում, ու այդ մահ կամ ազատություն կարգախոսը, որը դուք այն ժամանակ, երևի այն ժամանակ է ծնվել, հիմա այլևս ինքը adekvat չի, որովհետև նորից եմ ասում, այդ ազատությունը, քաղաքական ազատություն չի ձեր համար, հակառակ դեպքում ո՞նց կարող է ասեք, որ մենք դեմ ենք բանին, այսինքն ձեր շրջաբերականի մասին է խոսքը, որտեղ որ խոսք է գնում սահմանազատված սահման չունենալու մասին, ու այդ մահվան գաղափարը, գիտեք, շատ հստակ մահվան փիլիսոփայությունը դրսևորվում է 2020 թվականից ընդդիմադիր ձեր գործունեության գրեթե բոլոր բաների մեջ, փաստերի եւ քայլերի մեջ։
Իմ մոտ տպավորությունն է, որ դուք բան, որպես ընդդիմադիր ուժ, ոչ միայն դուք, էլի, դուք բան չունեք, էմոցիոնալ ինտելեկտ չունեք, էլի, այդ emotional intelligence-ը, որ այսինքն դուք չեք հասկանում ոչ ձեր էմոցիաները, ոչ էլ ժողովրդի էմոցիաները։ Որ ասեն, օրինակ դուք չգիտեք, իսկ մարդիկ ինչ են ուզում։ Մարդիկ ինչ են ուզում ի վերջո։ Դուք անընդհատ վերցրած սեղմում եք մարդկանց ցավի կոճակների վրա։ Ուզում եք, որ մարդկանց ինչ որ տեղը ցավա, որ հետո այդ ցավի մեղավորությունը բարթեք իշխանության վրա, որ հետո գաք մարդկանց ցավի վրա իշխանություն վերցնեք։ Ու դրա համար ենք ասում, որ դուք 20 թվից հետո սկսել եք մահվան վաճառականությամբ զբաղվել։ Դուք արդյունաբերական ռելսերի վրա եք դրել, այդ process-ը հասկանում եք։ Ու հիմա եկել ասում եք, որ արժանապատվությունից եք խոսում, Գեգամ Մանուկյանը խոսում է բանից, ուրացումից, Արթուր Խաչատրյանը ասում է միջանցք եք տալի, 5 տարի ասում եք միջանցք եք տալի, ժողովուրդ։ Բա Արթուր Խաչատրյանը թողա մի հատ տանի միջանցքի տեղը ցույց տա։ Նոր առաջարկում էր մեր գործընկերոջն, ասում էր արի տարի ինձի սահմանային անցման կետը ցույց տուր։ Բա 5 տարի ասում եք իշխանությունը միջանցք է տալի, ուր է այդ միջանցքը։ Ուր է այդ միջանցքը, ժողովուրդ։ Կարաք տանեք ինչ որ մեկին մատով ցույց տաք այդ միջանցքի տեղը, չեք կարա տանեք ցույց տաք։ Թադևոս Ավետիսյանը ասում է, ինչ որ լավ է ձեր համար, վատ է մեր ժողովրդի համար։ Հետո մի նախադասություն հետո ասում է, ի վերջո միայն Աստված գիտի, որն է լավը, որն է վատը։ Հիմա Աստված գիտի, թե դուք գիտեք, պարոն Ավետիսյան, որն է լավը ժողովրդի համար, որն է լավը մեր համար։ Ընդհանրապես պարոն Ավետիսյանը երբ որ խոսում է, ես Այնշտայնի հարաբերականության տեսությունը հասկանում եմ իր ելույթների ժամանակ, որտեղ 10 րոպեն միշտ թվում է 20 րոպե։ 1 րոպե միշտ թվում է 5 րոպե, եւ դա անավարտ է թվում այդ բանը։ Եվ հիմա դեռ հետո կպարզաբանեք, ի վերջո ով գիտի լավը որն է, վատը որն է, պարոն Ավետիսյան։ Պարոն Մինասյան, երբ որ ասում եք, որ մենք մարդկային ազգային արժանապատվության դեմ ենք եւ այլն եւ այլն։ Օրինակ Վարդանիկի բովանդակ ամբողջ գործունեությունը մարդկային արժանապատվության հետ ոչ մի խնդրեմ չուներ։ Դուք Վարդանիկի գործունեության հետ համերաշխեք մարդկային արժանապատվության տեսանկյունից, հա? Կամ եթե դուք Վարդանիկին հիմա պետքա սենց կուրծքը բանալած պաշտպանեք, եւ Վարդանիկի խի չէիք առաջադրում բա։ Բա ժամանակին Վարդանիկին ինչի չէիք հրապարակայինորեն առաջադրում։ Խի էիք ծածուկ կերպով Վարդանիկին աջակցում, որ ինչ, որ ձեր դեմքով, որտեվ գիտեիք, որ ձեր անտի-ռեյտինգը այնքան մեծ է, որ նույնիսկ Վարդանիկն է ձեզանից ավելի ռեյտինգով։ Ու հիմա սկսել եք Վարդանի, այսինքն դուք պատկերացնում եք ձեր քաղաքական գործունեության այս խայտարակ բնույթը։ Այսինքն 135-ամյա կուսակցության ռեյտինգը ավելի ցածր է եղել, քան թե Վարդանիկի ռեյտինգը, դրա համար չէ՞ դուք ձեզնով առաջադրել։ Ու մենք հենց խոսում ենք դաշնակցության մասին, դաշնակցության կշռի մասին, հա? Էսա դաշնակցության եւ ընդհանրապես քաղաքական խորհրդարանական ընդդիմության ողջ գործունեության պերճանքն ու դժվարությունը։ Հարգելի գործընկերներ, իրականում շատ ավելի շատ բան կա ասելու, բայց դա երևի արդեն հաջորդիվ։